Հնարավորությունը բարձր է, մանավանդ հիմա այս իրավիճակում, որ տարածաշրջանը գլոբալ առումով նաև լուրջ փոփոխությունների մեջ է, շատ բնական է, որ նաև մեր տարածաշրջանը զերծ չի կարող մնա, որպես կարևոր հանգույց նաև գլոբալ տնտեսական մանավանդ ճամփաների վրա գտնվելով, շատ բնական է, որ մեզ մոտ էլ պիտի լինեն այս բոլոր քաշքշուկները, դե հիմա վերջի շրջանում նաև Իրանը երբ փորձում է իր դիրքերը ավելի ամրացնել տարածաշրջանում, ի պատասխան արևմուտքի արած բոլոր քայլերին եւ ինչպես մենք տեսանք վերջերս արդեն Սաուդյան Արաբիայի հետ Չինաստանի միջնորդությամբ համաձայնագիրը, որ կնքեցին, դա կարող ենք որակենք դիվանագիտական ցունամի տարածաշրջանում, որը կարող է մեծ փոփոխությունների բերի, այդ մեծ փոփոխությունները հիմնականում արևմուտքը պլյուս Իսրայել դժվար թե մարսեն, ու դրա համար հավանականությունը բարձր է, որ տարածաշրջանում կոնկրետ ոչ թե հիմա հայ-ադրբեջանական կամ ասենք մեր Արցախի հարցով, այլ ավելի մեծ տարածաշրջանային լուրջ բախումների սպասենք, որտեղ ներքաշվելու են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Չինաստանը արդեն որպես միջնորդ հանդիսացող կամ նոր բևեռ հանդիսացող, որը փորձում է տարածաշրջանում Ամերիկայի վակուումը լրացնի, նաեւ պարտավորված կլինի լուրջ ծախսեր անի տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար, որտեղ հիմնականում իրեն է պետք այդ բոլոր խաղաղ ճանապարհները այս պահին, դրա համար բոլորը ներքաշվելու են այդ թնջուկի մեջ ու դրա համար բարձր ենք գնահատում, որ հավանականությունը մեծ է, որ ինչ-որ խլրտումներ ելեն։ Չնայած որ մեծ ուժերը կարող է եւ կարողանան ինչպես Աֆղանստանի հարցը իրեն կարողացին կարգավորեն, որ չգնա լուրջ բախումների, այսինքն Ամերիկան Աֆղանստանից դուրս գալով նպատակ ուներ, որ տարածաշրջանը, այսինքն երկրի թալիբներին հանձնելու տարածաշրջանում լուրջ խլրտումներ առաջացնի, այսինքն Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, Ուզբեկստան, Պակիստանի դեմ, որը Չինաստան, Ռուսաստանն ու Իրանը կարողացին ճիշտ ղեկավարեն, որ այդ իրավիճակը իրենց ձեռքից դուրս չելի տարածաշրջանում։ Հիմա սպասենք տեսնենք այդ ուժերը նաև մեր տարածաշրջանում ինչ են անելու։ Ադրբեջանը այս պահին միակ ճանապարհ, միակ կետը, որ կարող է, այսինքն ինքը միանա Նախիջևանին, որը տնտեսական շահ կբերի նաև իրեն, դա Իրանի սահմանն է։ Այսինքն եթե մտածենք ջերմուկով կամ այդ հատվածով պիտի մտնեն, այնտեղ լեռնային իրավիճակներ են, ու այնտեղ բնավ հարմար չի տնտեսական ուղիներ կառուցելու համար։ Դրա համար միակ լուրջ ճանապարհը, որ ինքը կարող է մտածի, դա Իրանի սահմանն է, Մեղրիի հատվածով։ Ու շատ բնական է, որ դրա պատճառով էլ Իրանը հենց այդ կետում է իր զորքերը կուտակե, որովհետև Իրանը նաև շատ լավ հասկանում է, որ դա լինելով նաև ինքը ամբողջությամբ շրջափակման մեջ է մնալու, ու այդտեղ է, որ նաև Իրան-Հայաստան շահերը համընկնում են իրար հետ, որը գոնե պիտի ակնկալենք, որ հայկական կողմից Իրանի հետ մեր հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական մակարդակ մենք պիտի բարձրացնենք, որը դեռ նկատելի չի։ Պատերազմի ընթացքում են առաջարկներ, որը մեր կողմից մերժվել են, հիմա թե ինչի են մերժվել, պարզապես մենք կարող ենք ենթադրություններ անենք, որովհետև դա որպես փակ ինֆորմացիա ու պետական գաղտնիք, իշխանությունները պիտի մեկնաբանեն, որ ինչի են մերժել առաջարկները, պարզապես մենք դիտարկելով տարածաշրջանն ու անցուդարձերը, մենք հասկանում ենք, որ այս պահին գոնե պատմականորեն մեր շահերը համընկնում են շատ բարձր մակարդակի, համընկնում են Իրանի հետ, ու մենք դա պիտի օգտագործենք, բայց եթե մենք մտածում ենք, որ մեր քաղաքական կուրսը պիտի փոխենք դեպի արևմուտք, շատ բնական է, որ այդ ընթացքում խոչընդոտը լինելու է օրինակ համար Իրանի հետ հարաբերությունները։ Դա մենք կարող ենք ենթադրենք, բայց թե ինչ-որ ինֆո կա, դա փակ ինֆո է, որ ես չեմ տիրապետում այդ ինֆոյին։ Բազմիցս ես շեշտել եմ հարցազրույցներում, որ Իրանը եթե ինչ-որ բան պիտի անի տարածաշրջանում, եթե իր դեմ Ադրբեջանը կամ Թուրքիան ինչ-որ քայլ են անելու, Իրանը պատասխան հարվածը Նախիջևանի տարածքով է տալու, որովհետև Նախիջևանի տարածքը, այսպես ասենք, գրավելով,
բոլոր այդ ծրագրերը Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի այդ միջանցքներ, կորիդորներ կոչվածները բոլորս հոդս են ցնդելու։ Դրա համար ոչ թե Իրանը պիտի Սյունիք մտնի կամ ինչ-որ բան, ոչ, ես կարծում եմ Սյունիքը նաև հանձնված է մեր բանակին ու մեր բանակը պիտի կարողանա վերահսկի մեր սահմանները։ Իրանի շարժերն ու քայլերը վերլուծելով այդ եզրակացությանին հասնում որ Իրանը Նախիջևանի հարցերով է զբաղվելու, եթե տարածաշրջանում իր դեմ, ասենք Ադրբեջանի կողմից ինչ որ ոտնձգություն լինի, եւ դրա պատճառով է որ արդեն Ալիևը ճարահատյալ գնացել Նախիջևանի ինքնավարության չեզոքացման հարցը դնելով, այդտեղ ինչ որ նախագահ փոխելով Նախիջևանում, ասենք որպես ղեկավար ու հանրաքվեի ինչ որ թեմա կա, որ պիտի հանրաքվեով Նախիջևանը միանա եւ դառնա Ադրբեջանի մարզ եւ ոչ թե ինքնավար հանրապետություն։ Այդ բոլորը հենց դա է նշանակում, որտեվ երբ ինքը ինքնավար հանրապետություն է կոչվում Նախիջևանը, կարող է եւ մի օր հայտարարի, որ ինքը օրինակի համար միանում այլ միավորի, որպես ինքնավար հանրապետություն։ Ու այդ վախը նաեւ Ալիևը ճիշտ զգացել է պահին ու դրա համար հիմա դրանով է զբաղված։ Ինքը զբաղված է Արցախը ամբողջությամբ վերահսկելու եւ Նախիջևանի հարցը լուծելու համար։ Ու դա ցույց է տալիս, որ իրենց գնահատումն էլ հետեւյալն է, որ Իրանը այդ կետերով է ինքը զբաղվելու, ոչ թե կոնկրետ, ասենք Սյունիքով կամ պիտի բանակ մտցնեն Սյունիք, դա երկրորդական հարց է։ Իսկ ասում եմ մեր բանակը կարողանա Սյունիքը պահպանի, մնումա որ այլ կողմերից, ասենք Նախիջևանի կողմից կամ ասենք Արցախի գրավյալ տարածքների կողմից գոնե, ասենք մեր դաշնակիցներ կարողանան ինչ-որ քայլ անեն այս պարագայում Իրանը, մասնավորապես ու մասամբ Ռուսաստանը Արցախի հարցով։ Իրանի դեսպանը Երևանում մամուլի ասելույս էր տվել, բայց այնտեղ ոչ մի բան չէր ասել նման, բայց որ Իրանը կողմ է կամ խնդիր ունի ԵՄ դիտորդների մասով, դեսպանի հայտարարությունը եղել է հետևյալը, որ տարածաշրջանի երկրները պիտի իրենց խնդիրները լուծեն։ Այլոք եթե ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն լինի, կարող են նպաստեն։ Բայց դե ցավոք մեր պետական լրատվամիջոցն էլ արդեն որպես դեղին մամուլ է աշխատում ու փորձեց դեսպանի խոսքերը խեղաթյուրելով օրգազմային ինչ-որ իրավիճակ ստեղծի մեր արևմտամետ զանգվածի մոտ, որ Իրանն էլ է համաձայնվում այդ բոլորի հետ, որը այդպես չի ելը, ես ուղղակի հենց դեսպանից եմ ճշտ այդ բոլորը ու ցավալի է, որ պետականորեն ա լուրը խեղաթյուրվե, ոչ թե ասենք ինչ-որ հետին կայքեջ կամ լրատվական, Իրանը բազմիցս իր դիրքորոշումները շատ պարզ է, ասեք, կարծեմ Իրանի արտգործնախարարը Զվարթնոցում շատ պարզ պատասխանեց, որպես պաշտոնյա, որը իզորու է նման բան հայտարարեց, որ տարածաշրջանում իրենք չեն ցանկանում երրորդ ուժի ներկայություն, տարածաշրջանի խնդիրները պիտի լուծեն հենց տարածաշրջանի երկրները եւ այլոք իրավունք չունեն, այդպես ասած, որ մուտք ունենան այդ ամեն ինչի մեջ, ցանկանում են, կարող են նպաստեն, դա եղել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը, ու չեմ կարծում թե հակասական բան լինի, Իրանը բոլոր մակարդակներով էլ նույն հայտարարությունն է տարածել։ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը այլ գործառույթ ունեն, քան ասենք օրինակ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը։ Ինքան որ ես գիտեմ, խոսքը գնում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի մասին, որը հիմա սկսում է ԵՄ-ով, վերջակետը տեղ է։ Եթե ՄԱԿ-ինը տարբեր է, բայց տեսեք երկու կողմն էլ մեզ բան չեն տալու հիմնականում։ Եկեք նայենք Կոզովոյի հարցը, Բոսնիա-Հերցեգովինայի հարցը, որտեղ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի աչքի առջև էր տեղի ունենում ցեղասպանություն, որը պարզապես իրենք զեկուցում էին, որ ինչա տեղի ունենում։ Եթե մեզ իրոք զեկուցող է պետք, ես կարծում եմ Հայաստանում լիքը մարդ կգտնենք, որ գնան զեկուցեն, որ հայերին ոնց են մորթում։ Այս պարագային մեզ այլ բան է անհրաժեշտ, ոչ թե նման բեմադրություն, այլ մեզի ավելի լուրջ բան է պետք։ Ու եթե այդ լուրջ բանով չենք զբաղվում, ընդհանրապես զբաղվում ենք ինչ-որ թատերական ներկայացումներով, վաղը չենք կարող դժգոհենք, որ մեր ճակատագիր ինչի այսպես եղավ։ Զարմանալու բան չէր, եթե Արցախի պատերազմի վերջի պատերազմի ժամանակ Իսրայելն էր օգտագործում
Ադրբեջանին, օգնում էր նաև Ադրբեջանին, օգտագործելով Ադրբեջանի անունը, բանակը, տարածքը, այդ ամեն ինչը հետագայում Իրանի դեմ նաև ինչ-որ գործողություններ անելու համար։ Դա զարմանալի չէր։ Զարմանալի էր, որ մեր մամուլը ճիշտ չէր ընկալում այդ ամեն ինչը այն ժամանակ, որը բազմիցս հենց նույն պատերազմի ժամանակ մենք հարցազրույցներով փորձեցինք ասենք, որ այս ամեն ինչը, եթե Իսրայելը ասենք 69% զենքի մատակարարում ունի, Ադրբեջանը հենց պատերազմի ժամանակ, դա ոչ թե ասենք ինչ որ հակահայկական ծրագրեր են, չէ, պարզապես դա հակաիրանական ծրագրեր են, որտեղ մենք հայտնվել ենք այդ թնջուկում, մենք ենք հայտնվել նաև այդ թատերաբեմը մեր երկիրն է դարձել, մեր տարածքն է դարձել։ Ադրբեջանին Իսրայելը օգտագործելու է բազմաթիվ նպատակներով, հիմնականում էներգետիկայի հարցով, որովհետև թե Ադրբեջանը եւ թե Թուրքմենստանը երկու հարուստ գազային հանքեր ունեցող երկրներն են Կասպից ծովի ավազանում, որտեղ Իսրայելը փորձելու է երկուսի օգնությանն դիմի գազը ստանալու ու անգամ այդ գազը կարողանա իր միջոցով արևմուտք կամ ասենք Եվրոպա մատակարարելու։ Հետևաբար մի փոխհամաձայնագիր է, համագործակցություն է նաև Ադրբեջանի հետ, որտեղ Իսրայելը գնում է նավթ ու գազը, նաև օգնում է բանակին, փոխադարձը ստանում է տարածքներ անմարդաբնակ արդեն դարձած Իրանի սահմանին, որտեղ կկարողանա լուրջ ներկայություն ունենա Իրանի սահմանին։ Տեսեք, Իրանը Իսրայելի բոլոր սահմաններում ներկա է, ասինքն Սիրիայի գրավյալ Գոլան տարածքից սկսած մինչև Լիբանան, իրանական ուժերը ներկա են, անգամ այսօր Սիրիայի տարածքով։ Հետևաբար Իսրայելն էլ ցանկանալու նույն դիրքը գոնե զբաղեցնի։ Դրա համար աշխատում են Իրաքի Քրդստանի վրա, որտեղ մեծ թվով զինյալներ կան կուտակված եւ նաեւ Ադրբեջանում եւ մեր Արցախի գրավյալ տարածքներում, որտեղ արդեն անմարդաբնակ են դարձել ու շատ հարմար տեղ է աշխատելու, ասենք Իրանի սահմանից 3 կիլոմետր հեռավորության վրա օդակայարան ստեղծելը, չեմ կարծում ոչ մի տրամաբանություն ունենա, բացի ռազմական օգտագործում, որովհետեւ անմարդաբնակ նման տարածքում երկու օդակայարան կառուցելը միայն ռազմական նպատակներով է տեղի ունենալու եւ ոչ թե ինչ-որ քաղաքացիական փոխադրումների համար։ Այ բոլորին հնարավոր է դա նույնպես ինչպես Նեթանյահուին անհրաժեշտ, նույնը անհրաժեշտ է Էրդողանին, անհրաժեշտ է Ալիևին, որը լուրջ խնդիրներ ունի իր ներսում, որտեվ հենց իրենց ժողովուրդը չէ, հիմա ասելու են, որ եթե այդքան հեշտ էր Հայաստանին հաղթելը, բա ուր է ամբողջ Արցախը, ինչ ասենք, այդ նույն խնդիր ինքն էլ ունի։ Ես կարծում եմ մեր իշխանություններն էլ այդ խնդիրը ունեն ու տարածաշրջանում ոնց որ գալիս է այն իրավիճակը, որ բոլորին պատերազմը ձեռնտու է։ Ու դա է այն պայթունավտանգ իրավիճակը մասին մտածելու տեղիք տալիս, որ երբ բոլորին անհրաժեշտ է պատերազմը, սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դրա համար պիտի ավելի լուրջ զբաղվել այդ հարցով, որովհետև ամեն դեպքում այս բոլորի թատերաբեմը Հայաստանն է։ Ցավոք, պատմականորեն մենք նորից նույն իրավիճակում ենք հայտնվել, ու ես կարծում եմ պատմությունից չեն կարողացել ճիշտ դաս քաղենք, որ ամեն անգամ մեծերի բախումները այնպես չանենք, որ մեր տարածքում տեղի ունենա, բայց ցավոք կրկին անգամ պատմականորեն մենք հայտնվեցինք այդ իրավիճակում, որ մեծերը բախվում են իրար հետ մեր տարածքում։ Չէ, տեսեք, այդ հարցը տալուց առաջ պիտի ծանոթ լինենք Իրանի քաղաքական մշակույթին, որովհետև արևմտամետ որոշ լրատվամիջոցներ նաև փորձեցին դա շահարկեն, որ տեսեք Իրանը շնորհավորեց, հա, ինչ անի ասինքն Իրանը։ Այսինքն, եթե 1 ամիս լռություն ինքը պահպանեց, չէ, պատերազմի ընթացքում, ու ավելին ասեմ, իրանցի ռազմական փորձագետները անգամ ինձ էին համոզում, երբ մենք ասենք ինչ-որ չաթերով ունեինք, որ քննարկվում էր պատերազմի վիճակը, նաև ինձ հետաքրքիր էր իրանցիները ինչ են մտածում կամ ինչ են վերլուծում պատերազմի մասին, մեկ-մեկ իրանցի ռազմական փորձագետներն էին ինձ համոզում, որ տես հիմա հայեր ինչ են անելու, բայց տեղի չունեցավ, չէ, այսինքն եթե իրենք ունեն
ասինքն ռազմական վերլուծություն տվյալներ պետականորեն, չէ՞, հիմա իրանք չեն հրապարակել, փորձագետը չի հրապարակի, որ ինքը ունի, օրինակ, պետական ինֆո, բայց ամեն դեպքում ինքը գիտի հայկական բանակի ներուժը, ադրբեջանական բանակի ներուժը եւ ինքը վստահ է, որ օրինակի համար Հայաստանի բանակը հեսա տես ինչ ջարդն է տալու։ Եվ այդ բոլորը տեղի չի ունենում, ու դու հանձնում ես Շուշին, որը անհնար է տրագրավելը, Իրանը գալիս է մեկ եզրակացության, որ այս պահին հիմա պիտի ինքը բոլոր կողմերին պահի։ Հիմա ինքը նաև Ալիևի իշխանության հետ խնդիր ունի, չէ՞։ Հիմա Ալիևի իշխանության հետ պայքարելուն նաև ներքին պայքար պիտի մղի, հենց ադրբեջանցի ժողովրդի միջոցով։ Այսինքն շիականությունը տարածում է, չէ՞, երբ Ալիևի իշխանությունը շիիզմին սկսում է ընդդիմանալ, որտեղ շիական ինչ-որ տոն է տեղի ունենում կամ սուք է տեղի ունենում, գալիս են, բռնում են, փակում են, դրոշներն են պատռում, թույլ չեն տալիս շիական ինչ-որ ցույց։ Հետևաբար Իրանը դա գտել է, որ ինքը կարող է շիական այդ զանգվածի վրա աշխատելով հենց աշխատի Ալիևի իշխանության դեմ։ Հիմա այդ ժամանակ այդ լսարանին պետք է ինչ-որ Իրանի շնորհավորանք։ Բայց Իրանի շնորհավորանքի տեքստը, եթե դուք ճիշտ վերլուծեք, կտեսնեք ինքը ինչ է ասում տեքստի մեջ, որ ինքը հույս է հայտնում, որ այս սահմանները լինեն բարեկամական։ Այսինքն ինքը հույս չունի, որ դա լինելու է բարեկամական։ Պարզապես մեսիջը տալիս է, որ այսինքն այս ամեն ինչը որ տեղի ունեցավ, բայց հույս ունենք, որ այս տարածքը լինելու է բարեկամական սահման, որտեղ իրենք էլ վերլուծությունը գիտեին։ Պարզապես Իրանի քաղաքականությունը, եթե համարենք Իրանը 4000-ամյա անընդհատ պետություն լինելով, իրենք այլ ձև են նայում հարցերին կամ Հայաստանի մեր, ասենք, անգամ վերլուծաբանները, որը մենք ավելի նեղ մեր շահերից ելած ենք նայում այդ բալերը, բայց իրենք ավելի գլոբալ են նայում այդ հարցերին։ Եթե ինքը այսօր Ռուսաստանի ցամաքային տարածքը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքը, որտեղ Ադրբեջանը տալիս էր ենթակառուցվածքներ, լավ ճանապարհներ, ինքը պիտի իմա թե Ռուսաստանի հետ Իրան-Ռուսաստան նաև ցամաքային կապ ունենան, չէ՞, ասենք ինքը տրամադրում է, հիմա ինքը այս պահին ինչի համար պիտի վատացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Կոպիտ ասած, շատ վատ են հարաբերությունները, դա ասենք տրամասին խոսք չկա, բայց պահկավոր դու ներքին լսարանի կամ այդ ներսի ժողովրդի սիրտը շահելու խնդիր ունես, որպես Իրան։ Ինքը փորձում է այդ ձևով նաև ակտիվացնի շիական շարժումները հենց Ալիևի դեմ։ Հիմա տեղ մի հատ փոքրիկ շնորհավորանքը, ես չեմ կարծում, որտեղ խնդիր է, բայց ցավոք մեր մոտ կամ միտումնավոր փորձեցին դա շահարկեն հենց Իրանի դեմ, հաշվի չառնելով, որ Իրանը մեր ամենակարևոր հարևանն է այս պահին, ու եթե մենք փորձենք մեր հարաբերությունները Իրանի հետ էլ վատացնենք, շատ բնական է Իրանը իր հարցերը մեկը լուծելու է տարածաշրջանում, թե մեզանով կամ առանց մեզ, բայց երբ լուծեց, այդ ժամանակ մենք ինչ իրավիճակում հայտնված կլինենք։ Իրանը մեկ ամիս գրեթե լռեց մինչև Արախչի այցը, բայց ուզում էր իմանալ նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որովհետև երբ անվերջ դու նահանջի լուրեր ես լսում, որտեղ որ մեր բանակը նահանջել է դիրքերից, բայց 4 օր հետո են ադրբեջանցիները այդ դիրքը գրավել։ Չէ, հիմա դու որպես ռազմական վերլուծաբան մտածելու ես, որ ինչի է հայկական բանակը, այսինքն ինչ որ կարևոր դիրքից նահանջել ու որտեղ 4 օր հետո են ադրբեջանցիները եկած դիրքը գրավել։ Ուրեմն ինքը պիտի հասկանա, իմաստը ինչ որ դավադրություն է գնում, ինչ որ պայմանավորվածություններ կամ որ պարզապես այս պատերազմը դրա թատերաբեմն է։ Պիտի լինի այս պատերազմը, որ բոլոր կողմերն ասեն, դե տեսեք, պատերազմ եղավ, մինչև այդ մենք էինք ուժեղ, հիմա Ադրբեջանը ուժեղ դարձավ, դե նավթ ու գազ ունի, Իսրայել ունի, Թուրքիա ունի, օգնեցին ու իրենք հաղթեցին մեզ։ Այսինքն 30 տարվա մեջ չուներ, միանգամից մեկ օրում ունեցավ ու կարողացավ մեզ հաղթի։ Իրանը մի ամիսը դրա համար լռեց հիմնականում, որ մեր դիրքորոշումը հասկանա։ Տեսեք, պատերազմի ժամանակ, երբ մենք պատվիրակություն ենք ուղարկում Իրան, պատվիրակության ղեկավարը 28-ամյա անփորձ, ինչ որ չեմ կարող ասեմ դիվանագետ, դա դիվանագետ չի եղել այդ մարդը։
Երբ ուղարկում ես այդ պատվիրակությանը, որ գնա օրինակի համար Իրանի արտգործնախարարի հետ ինչ որ հարցերով բանակցի, մի պահ պատկերացրեք, էլ հիմա Իրանի արտգործնախարարության կողմից ինչ վերաբերմունք այլնելու, որ դու ինչ որ ամփորձ, որը անգամ այդ մարդը կյանքում դիվանագիտական գիրք կարդացած չկա, կարծեմ հոդված էլ կարդացած չկա, բայց գնում է պատերազմի ժամանակ քո երկրի ամենակարևոր հարևանի հետ ինչ որ բաներ բանակցի։ Մենք չունենք փորձառու դիվանագետներ։ Ունենք։ Ինչի չենք ուղարկել, ուրեմն Իրանը նաև փորձեց այդ բոլորը հասկանա, որովհետև մի պահ նաև խնդիր կար Իրանում, Հայաստանի, ես կարծեմ մինչև այսօր այդ խնդիրը կա, որ իրենց վերլուծությամբ մասամբ Հայաստանը երկակի խաղ է խաղում տարածաշրջանում իրենց համար։ Միտեղ գալիս խոսում է բարեկամությունից, բայց մի այլտեղ այլ ձև է իրեն պահում ու այլ ձև է։ Դրա համար Իրանը ես կարծում եմ 1 ամիս սպասեց ու 1 ամսից հետո Իրանի առաջարկը ընդհանրապես եղավ 3+3 ձևաչափը տարածաշրջանում, որտեղ առաջ անգամ Իրանն հայտարարել, հետո Էրդողանը դա բացահայտեց։ Դրա համար ես կարծում եմ Իրանը կամ Իրանի նման երկրները ավելի խոհեմ են, ավելի իրենց քայլերը անելուց ավելի խոհեմ են, քան մերպես երկրները, որ ավելի արագ հապճեպ եւ մասամբ ոչ ճիշտ որոշումներ ենք մենք շատ արագ կայացնում, իրանք փորձեն սպասեն, տեսնեն, իրենք շատ լավ գիտեին, այնպես չէ որ չգիտեին, որ Արցախը կորցնելով, այդտեղ կուտակվելու է Իսրայելով, ահաբեկիչներով, շատ լավ գիտեին։ Իրենց խորհրդարանում, օրինակի համար Բիղաշ անունով պատգամավոր կար, որը բազմիցս լավ ամբիոնից խոսեց, որ ժողովուրդ, այս ամեն ինչը որ լինի, այդ տարածքը լինելու է կուտակված ահաբեկիչներով։ Առավել եւս ասեմ, օրինակ Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում նաև այդ տարածքները ամենակարմիր, թեժ տարածքներն են իրենց համար։ Դեռ, ասենք, մի 20 տարի առաջ, երբ գրվեց վերջի ազգային անվտանգության Իրանի հայեցակարգը, հյուսիս-արևմտյան սահմանները իրենց համար ամենախոցելի, ամենավտանգավոր ու թեժ սահմաններն են։ Հետևաբար այնպես չէ, որ Իրանը մեկ անգամից աշկ բացեց, տեսած իր սահմանների վրա նման բան է տեղի ունենում։ Ես կարծում եմ, եթե մենք այլ կերպ կռվեինք, Իրանի վերաբերմունքը լիովին այլ էր լինելու, բայց երբ ցավոք մեր քաղաքական իշխանությունները, իշխանավորները հրաժարվեցին կռվելուց, դե արդեն ռազմականը ինչ անի, ռազմական ոնց որ ասած ղեկավարությունը միշտ հրամանները ստանում է քաղաքական իշխանությունից։ Եթե մենք որոշեինք կռվել, իսկ կարծում եմ Իրանի վերաբերմունքը այլ կլիներ։ Դիվանագիտությունդ փնթի է, սենց թե նենց, ասենք դու սպասելու ես պատերազմի։ Մեր դիվանագիտությունը այս պահին փնթի է Իրանի հարցով, Ռուսաստանի հարցով, Եվրոպայի հարցով, հիմա բաներ կա չի ելում հրապարակավ դրա մասին խոսել, բայց անգամ Եվրոպայում կուլիսներում նաև ծիծաղում են մեր փնթի դիվանագիտության վրա։ Հետևաբար դրա վերջը բացի պատերազմ ուրիշ բան չէ։ Հիմա եթե դու էլ պիտի իշխանությունդ ամրապնդես միտեղ, որը արդեն չունես լոյալություն, միակ լավ ձևը պատերազմն է, ինչպես որ Նեթանյահուին է ձեռը տալի, Էրդողանին է ձեռ տալի, Ալիևին է ձեռ տալի,